Պարոն Հարությունյան, դուք ձեր էջում անընդհատ ինձ թիրախավորում եք։ Ես ես չեմ թիրախավորում։ Պարբերաբար թիրախավորում եք, մեկնաբանությունները կարդացեք, ու ոչ միայն դուք, ես հորդորում եմ այդպես չանեք։ Այո։ Ես ձեզ հորդորում եմ այդպես չանեք։ Ես եմ տալիս մեր լրագրության թշվառությունը։ Դուք ավելի լավ է ցույց տաք քաղաքականության թշվառության հետևանքով ինչպես ենք կորցրել Արցախը։ Դա ցույց տվեք, դրա մասին խոսեք, դրա մասին խոսեք, դուք ինքներդ եք պարբերաբար խայտառակվում, դուք անընդհատ ձեր էջին հանդրադառնում եք ինձ, ես էլ ձեզ հորդորում եմ լրագրողները այսօր, մի վարքյան, 4 իշխանությունը այս պետության հենասյուներից մեկն է։ Դուք քայքայում եք այդ հենասյունը։ Եթե չկա նորմալ քննադատություն լրագրության կողմից, չի կարող պետությունը ուժեղանալ։ Եվ մեր շահերից է բխում, որպեսզի ձեր լրագրությունը լինի բարձր մակարդակի վրա։ Բարձր մակարդակը որոշում են նրանք, ովքեր մեզ տանում են թրքացման, բարձր մակարդակը որոշում են մեզ թրքացման տանողները։ Երբ որ վիրավորում եք, հասկացեք, որ լրագրողները ունեն վերլուծելու ունակություն, լրագրողները ունեն իրավունք քաղաքացիական դիրքորոշման։ Դուք մի հատ երթվեք, դա խոսում է պլինտոզի մակարդակի ձեր քաղաքականությունը ինչի մասին է խոսում, Փաշինյանի քաղաքականությունը ինչի մասին է խոսում, այնքան եք ստել, որ մարդիկ նույնիսկ գուցե երթվեք էլ չհավատան, ախր այնքան եք ստել, հիմա դուք ինչ անեք, դուք ձեր խայտառակությունից դուրս չեք գալու, բայց փաստ է չէ, որ դուք ստել եք, ամբողջ Հայաստանում դուք խայտառակվել եք ձեր մակարդակով, դուք եք փորձում դա անել, բայց չի ստացվելու, դա ձեզ մոտ չի ստացվելու, ես ձեզ ուղղակի հորդորում եմ նման բան չանել, նախ առաջին հերթին, որովհետև պաշտոնյա եք, երկրորդ հերթին, տգեղ է, երբ որ կնոջը փորձում եք թիրախավորել եւ թողնել մեկնաբանությունները, եւ թողնել են մեկնաբանությունները, ես ինչքան եմ ջնջում ձեր վերաբերյալ մեկնաբանությունները, դուք չեք պատկերացնում ինչքան եմ ես չեմ հասցնում ջնջել ձեր մասին մեկնաբանությունները։ Ձեր մասին մեկնաբանություններն էլ որ կարդաք շատ լավ լինի, մեկ էլ որ ասում եք պլենդուզից ներքև մեջբերումներ եք անում, ես օրինակ շատ կուզենայի, որ դուք անհանգստանաք դոմփել արտահայտությունից մեջբերեք, կուզենայի անհանգստանայիք այլ արտահայտությունների։ Բանը կրկնում, երբ որ վարչապետը դրան անդրադարձել է եւ հանրապետության վարչապետը։ Ես ուղղակի այդ ժամանակ չեմ տեսել ձեր ցասումը։ Ներողություն է խնդրել դրա մասին, ինչը դուք չեք անի, որովհետեւ ձեր համար պալոշ չի ներողություն խնդրել ձեր խայտառակ լրագրության համար։ Իսկ դուք ով է ներողություն խնդրելու արցախցիներից Արցախի կորստի համար։ Դուք ուզում եք ինձ ասել, դուք ինձ ուզում եք համոզել, որ ես պիտի ներողություն խնդրեմ, ես էլ ձեզ ասում եմ ով է ներողություն խնդրելու։ Հիմա գնացեք հաղթանակի շտաբ եւ այնտեղ ասեք թող իրանց առաջնորդը գնա ներողություն խնդրի։ Ինքներդ ասեք։ Ստորագրել Արցախը հանձնելու մասին։ Ջորջան, ձեր խմբագրությունները գնացեք, ձեր շուտ ասելուքները Արցախից է, հիմա պատասխանեք։ Ներողություն խնդրում եք, ձեր ժամանակահատվածում այս աղջիկը բռնագաղթել է, դուք իրենից ներողություն խնդրում եք դուք օրինակ իրենից ներողություն խնդրում եք մեքենայի տակ եւ ասեն Արայք Հարությունյանը դուք հիմա ներողություն խնդրում եք երբ որ պլենդուզից ներքև խոսում եք 120,000 արցախցիներից ովքեր բռնագաղթել են ինչքան արել է այս Ղարաբաղի համար որևէ իշխանություն չի արել գնացեք ամեն ինչով փաստերով նայեք մենք արել ենք առավելագույն Ղարաբաղի համար ճիշտ եք ասում առավելագույնը Արցախը հանձնվել է 120,000 արցախցի բռնագաղթել է տեղը չի Արցախի մասին խոսելու եկել ենք խաղաղ Քարոզ Արշավի հարգելի լրագրողներ ձեզ որևէ մեկը հարց չի տվել ինքնայք տեսնում եք դուք պատկերացնում եք դուք այսպիսի պաշտպանության կարիք ունեք եւ խաղաղություն եմ մաղթում ձեզ էլ ողջախոհություն